Բաքուն կրկին պնդել է, թե երեկ երեկոյան հայկական կողմը կրակ է բացել Վարդենիսի և Վերին Շորժայի դիրքերից, թիրախավորելով ադրբեջանական բանակի դիրքերը։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ադրբեջանական կողմը պատասխանմիջոցներ է ձեռնարկել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունն ինչպես նախորդ օրերին այսօր ևս հերքել է Բաքվի հերթական հաղորդումը, նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Վերջին օրերին Բաքուն պարբերաբար Երևանից ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ է պահանջում, պնդելով, թե Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը 25% է կազմում։ Միացյալ Նահանգների կոնգրեսի տասնյակ ներկայացուցիչներ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու և Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու հարցով երկուսակցական նամակ են ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Վոլթզին, պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ քաղբանտարկյալների ազատ արձակմանը։ Քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը և Հայաստանն ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևը վերստին պնդել է, սպառնալիք է նաև Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու փորձերը։ 60 երկրների նկատմամբ նախագահ Թրամփի նոր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել։ Աշխարհի խոշորագույն արտահանող Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը Սպիտակ տան ղեկավարի որոշմամբ կկազմեն 104%։ Պեկինը հայտարարել է, որ մտադիր չեն տեղի տալ Վաշինգտոնի շանտաժին և մինչև վերջ կպայքարեն առևտրային պատերազմում, նույնիսկ ֆոնդային շուկաներում տիրող լարվածության պայմաններում։